Վատ բան ենք հարցնում։ Ասում եք տվեք հստակ կանոններ, որպեսզի այն ուժերը, այն անձինք, ովքեր որ ուզում են իսկապես իրավահպատակ վարքագիծ դրսևորել, այդ կանոններով գործեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն մի հատ սև սենց արգ իր համար ստեղծել, մեկ էլ օպլա, մեկի նկատմամբ ներկայացնում մեղադրանք, եղբայր, հրապարակի, քո կանոնները հրապարակի, որպեսզի մարդիկ անակնկալի չկան, բայց դա ձեռք չի տալիս, ես նկատեմ իշխանությանը, ոչ, իրենց ձեռ է տալիս սև արկղում պահել բաներ, որ ցանկացած ժամանակ անակնկալ մատուցեն, մի հատ էլ հմեկի ռեպորտաժներ պատրաստեն, այ հարայ հասեք, այստեղ ընտրակաշառքներ են բաժանվում, այստեղ բարեգործություն է կատարվում, այստեղ չգիտեմ ինչ է լինում, ամենամեծ ռեսուրս տիրապետողը իշխանությունն է, իշխանությունը ինքն իրանից պիտի սկսի, եթե իշխանությունը ինքն իր համար սահմանափակում չի դնում, ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ առավել ևս իրավական տեսակետից չունի այդ իրավունքը պահանջելու դիմացինից։ Իսկ իշխանությունը դնում է այդպիսի պահանջ իր առաջ։ Դուք այսքան ժամանակ տեսել եք, որ իշխանության որևէ ներկայացուցիչ ազատվի աշխատանքից այս ընթացքում ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու։ Այսինքն չի եղել։ Ամոթ է, որովհետև այնքան հայտնի դեպքեր կան, համացանցնել է լծված, գոնե օրինակի համար ելեք ասեք, այ տեսեք այս մեկը սխալ է արել, պատժել ենք։ Ես բերեցի ուսուցչի օրինակը, այն ուսուցչին, որ ազատեցիք աշխատանքից։ Ձեր մասին չեմ խոսում, ով է ազատել աշխատանքից այդ մարդուն, գիտության կրթության նախարարը։